Ֆորմուլա 1, անկրկնելի Զահա Հադիդի նրբագեղ ճարտարապետություն, միջազգային նախագծեր, թվացյալ հարգանք Վատիկանի և նրա Եվրոպային թողած քրիստոնեական ժառանգության հանդեպ։ Սա այն պատկերն է, որ տասնամյակներ շարունակ փորձել է կերտել Ալիևների դինաստիան։ Ինչ տարբերություն կա հայր և որդի Ասադների ու հայր և որդի Ալիևների միջև։ Այսօր մենք անդրադառնանք այն հարցին, թե որտեղ են հատվում իշխանությունը, ժառանգությունը, օֆշորային աղմկահարույց վիճաբանությունները, հեքիաթային անշարժ գույքը և ավտորիտարիզմը։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մի երևույթի մասին, որը ճանաչելը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև անվտանգ լինելու համար առանցքային նախապայմանը ճանաչել թշնամուն այնպես, ինչպես ճանաչում ես ինքդ քեզ։ Այսօր կխոսենք Ալիևների կլանի մասին։ Բաժանորդագրվիր մեր ալիքին, տարածիր թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Ասում ենք Ադրբեջան, նկատի ունենալով Ալիևներին, և ընդհակառակը, Ալիևներ ասելով, նկատի ենք ունենում Ադրբեջանը։ Հանրային գիտակցության մեջ այս անունը վաղուց գրեթե հոմանիշ է դարձել հենց պետությանը։ Միակ հարցն այն է, թե արդյոք այս երկու քաղաքական դրսևորումները կարող են գոյություն ունենալ միմյանցից անկախ, թե դրանք արդեն չափազանց միահյուսված են։ Մի քանի տասնամյակ է, ինչ Ալիևների դինաստիայով է պայմանավորված ադրբեջանական պետականության տրամաբանությունը, սկսած Հեյդար Ալիևի ժամանակաշրջանից, որ նախագահ դարձավ դեռ 1960-ականների վերջին, մինչև նրա որդու Իլհամ Ալիևի կառավարումը, որը 2003 թվականից զբաղեցնում է նախագահի պաշտոնը։ Այս ընտանեկան շրջանակի անմիջական ազդեցությամբ է պայմանավորված Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական և ընդհանուր միջև մշակութային կողմնորոշումները։ Եվ երբեմն թվում է, թե երկրի զարգացումը առաջնորդվում է ոչ այնքան պատմական օրինաչափություններով, որքան ընտանեկան սցենարով, որը մանրակրկտորեն մշակվել է առաջիկա տարիների համար։ Հեյդար Ալիևը, քաղաքական դինաստիայի ապագա հայրը, պաշտոնական տվյալների համաձայն ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին Նախիջևանում։ Նրա ընտանիքի արմատների մի մասը հասնում է Հայաստանի Սյունիքի մարզ։ Երկու հայկական շրջանները խորհրդանշականորեն դարձան Ալիև ավագի ծննդավայրերը։ Ալիևը ուսանել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտում, սակայն նրա ճարտարապետական ուղին այդպես էլ չդասավորվեց։ Ճակատագիրը նրան տարավ այլ ուղով։ Նրան վիճակված չէր ստեղծագործել։ Նա հայտնվեց իշխանության և պետական անվտանգության առավել փակ, խիստ վերահսկվող կառույցներում, որտեղ ստեղծագործականությունը բոլորովին այլ բան էր ենթադրում։ Խորհրդային տարիներին Ալիևի կարիերան առաջընթաց էր ապրում։ Ազգային անվտանգության շարքային ծառայողից նա աստիճանաբար հասավ Ադրբեջանի KGB-ի ղեկավար պաշտոնների։ Դա մի հաստատություն էր, որտեղ ինչպես հայտնի է բարոյական հատկանիշներն ու խիղճը երբեք առաջնային պահանջ չեն համարվել։ 1960-ականների վերջին Հեյդար Ալիևը դարձավ խորհրդային Ադրբեջանի առաջնորդը։ Այս ժամանակահատվածում է դրվել նրա ապագա քաղաքական ազդեցության հիմքը, այնքան ամուր և խորը, որ այն ոչ միայն դիմացել է խորհրդային դարաշրջանին, այլև նույնիսկ այսօր շարունակում է մնալ Ալիևյան կլանի հենքը։ Հատկանշական է, որ նրան այդ ղեկավար պաշտոնին նշանակել են կոռուպցիայի դեմ պայքարի համար, որը ներթափանցել էր ամբողջ հանրապետությունով մեկ։ Սակայն կոռուպցիան հաղթահարելու փոխարեն նրան հաջողվեց իրականացնել ամբողջությամբ այլ բան։ Նա կարողացավ զարգացնել հովանավորչությունը և ձևավորել ու ամրապնդել սեփական կլանը։ Այս երևույթը շարունակում է ծաղկել արդեն ավելի քան 50 տարի, նույնիսկ գերազանցելով մեկ այլ հայտնի ընտանիքի՝ Ասադների ցուցանիշը։ Ալիևներն արդեն հաղթել են այս մրցույթում։ Խորհրդային ժամանակաշրջանի մայրամուտին կուսակցական բարձրագույն ղեկավարության հետ մի շարք հակասությունների արդյունքում Ալիևը մեղմ կերպով, բայց վճռականորեն հեռացվեց իշխանությունից։ Ֆորմալ առումով նա հեռացվեց իր կամքով, իսկ ոչ ֆորմալ առումով դարձավ պատվավոր թոշակառու։ Սակայն Ալիևը լիովին չհեռացավ։ Նա կենտրոնացրեց իր ուժերը Նախիջևանում։ Այստեղ նա կառավարում էր բավականին վստահ, ուներ մեծ արտոնություններ և միաժամանակ հետևում էր Բաքվում ընթացող զարգացումներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո 1990-ականներին Ադրբեջանը թևակոխեց քաղաքական անկայունությունների փուլ։ Իշխանությունը արագ փոխվում էր։ Քաղաքական վերնախավերը մրցում էին սեփական հավակնությունների շուրջ։
իսկ պետական ինստիտուտներում քաոս էր տիրում։ 1993 թվականին նախագահ Էլչիբեյը կորցնում է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ եւ հեռանում։ Եվ հենց այդ պահին Հեյդար Ալիևը արագ վերադառնում է քաղաքական ասպարեզ, այնպես, ասես նա երբեք էլ չէր լքել այն։ 1993 թվականի հոկտեմբերին Ալիևը ստանձնում է նախագահի պաշտոնը, ինչը դառնում է նոր քաղաքական ժամանակաշրջանի սկիզբը։ Մի ժամանակաշրջան, որտեղ Ալիևը դադարում է հաշվետու լինել Մոսկվային, իսկ Ալիև ազգանունը ասոցացվում է կամ դառնում է հոմանիշը ավտորիտարիզմի։ Հեյդար Ալիևի օրոք իշխանությունը ամրապնդվեց, ընդդիմության պոտենցիալ կենտրոնները չեզոքացվեցին և ստեղծվեց մի համակարգ, որտեղ նրա ընտանիքը զբաղեցնում էր կառավարության գրեթե բոլոր կարևոր պաշտոնները, այդպիսով ստեղծելով ամուր հիմք իշխանությունը ժառանգաբար փոխանցելու համար։ Խորհրդային միության փլուզումից հետո երկու երկրներն էլ հայտնվել էին ծայրահեղ ծանր իրավիճակում։ Ադրբեջանում ներքին անկայունություն էր տիրում, իսկ Հայաստանը դեռ չէր հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները, միևնույն ժամանակ գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Այս ծանրագույն պայմաններում Հայաստանը և Արցախը կարողացան միավորել ուժերը և պայքարել հնարավորինի և անհնարինի սահմանագծին, նաև կարողանալով տեսնել այն ռազմավարական հնարավորությունները, որոնք ստեղծվել էին Ադրբեջանի ներքաղաքական անկայունության ֆոնին, և ամենակարևորը՝ դրանք ճիշտ օգտագործել։ Այնուամենայնիվ կարևոր է նշել Ալիևի դերը Արցախյան առաջին պատերազմում։ Իշխանության գալով, երբ Ադրբեջանը անընդհատ պարտություն էր կրում, Ալիևը իր քաղաքական փորձի շնորհիվ 1994 թվականին կարողացավ այս պարտվողական իրավիճակը հասցնել հրադադարի համաձայնագրի կնքման, որը ինչպես ժամանակը ցույց տվեց, ձեռնտու էր հենց ադրբեջանական կողմին։ 2003 թվականին Հեյդար Ալիևի առողջությունը կտրուկ վատանում է, և երկրի փաստացի կառավարումը աստիճանաբար անցնում է որդուն։ Քիչ անց, հոր մահից հետո, Իլհամը պաշտոնապես ստանձնում է նախագահի պաշտոնը, հաղթելով ընտրություններում, որոնք միջազգային դիտորդները չթաքցնելով իրենց դիվանագիտական զարմանքը, համարեցին ոչ այնքան մրցակցային։ Այդ պահից սկսած, Ադրբեջանում իշխանությունը ձեռք բերեց իրապես ժառանգական բնույթ։ Երկիրը կարծես վճռականորեն փորձում էր ապացուցել, որ քաղաքականությունը բացառապես ընտանեկան գործ է։ Ժառանգական կառավարման տասնամյակների ընթացքում Ադրբեջանը վերածվեց մի պետության, որտեղ բացարձակ իշխանությունը և վերահսկողությունը կենտրոնացված էր մեկ ընտանիքի և նրան հարող կլանների ձեռքում։ Այս մոդելն ավելի շատ հիշեցնում է արևելյան սուլթանությունը իր խարդավանքներով ու մեքենայություններով, որոնք իրականացվել են մեր ժամանակներում։ Իլհամ Ալիևը մեծացել է որպես տիպիկ խորհրդային վերնախավի երեխա, հաճախել է հատուկ դպրոց և ապրել այն զգացողությամբ, որ աշխարհը պատկանում է իրենց։ Հաջորդը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն էր, կայսրական մայրաքաղաքի գեղեցիկ գիշերային կյանք, բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ և ամենակարևորը՝ խնդիրները ոչ թե քրտնաջան աշխատանքով և խելքով, այլ միայն կարգավիճակով լուծելու հնարավորություն։ Կարևորագույն բնորոշիչ ուշ խորհրդային շրջանի երիտասարդ էլիտայի համար։ Սակայն միությունը փլուզվեց, իսկ երիտասարդ Իլհամը ունենալով կարիք ինչ-որ բանով զբաղվելու և դրսևորվելու, որոշեց իր ուժերը փորձել ձեռներեցության մեջ։ 1992 թվականին Ադրբեջանի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, Արցախյան պատերազմի թեժ օրերին, նա տեղափոխվեց Ստամբուլ։ Իլհամ Ալիևը Բաքու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ հայրը ստանձնեց նախագահի պաշտոնը։ Օրորոք Իլհամ Ալիևը զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ, կարողացավ պետական ռեսուրսները ծառայեցնել սեփական բիզնեսի զարգացման համար։ Թեպետ քաղաքական վերնախավը Իլհամին ավելի շատ ընկալում էր որպես հոր ստվերում աճող գործիչ, սակայն երկրի ներսում արդեն ձևավորվում և ինստիտուցիոնալացվում էր ապագա ընտանեկան ժառանգական նախագիծը։ Երիտասարդ Ալիևը առանց աղմուկի զբաղեցնում էր պաշտոններ, փոխնախապատրաստելով 2000-ականների սկզբին առաջնորդի դերը ստանձնելու համար։ Եթե Ալիև ավագը լինելով խորհրդային ժամանակաշրջանի փորձառու նախկին պաշտոնյա գործում էր օրենքների սահմանագծին, ապա նրա որդին ընտրեց ժամանակակից սուլթանի ճանապարհը և ամենակարևորը՝ նա չթաքցրեց իր իրական նպատակները։ Իլհամ Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանի սահմանադրությունը ենթարկվեց փոփոխությունների,
որոնք երկարաժամկետ առումով կարելի է անվանել սահմանադրության ընտանեկան փոփոխություններ։ Նախագահության ժամկետը երկարաձգվեց, որոշ սահմանափակումներ վերացվեցին, իսկ առաջին փոխնախագահի նորաստեղծ պաշտոնը անցավ նրա տիկնոջը Մեհրիբան Ալիևային։ Այսպիսով, ֆորմալ առումով ևս հաստատվեց երկրի ընտանեկան կառավարում։ Ալիևների կլանն այժմ սովորական ազդեցությունից բացի ուներ նաև իշխանությունը երկարաժամկետ պահպանելու սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմներ։ Ըստ էության, քաղաքականությունը դարձավ ընտանեկան գործ, որտեղ հիմնական պաշտոնները փոխանցվում էին ժառանգաբար։ Պանամայում և բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված առնվազն 26 օֆշորային ընկերություններ տարիներ շարունակ պատկանել են Ալիևների ընտանիքին։ Ըստ Փաշաբանկի փաստաթղթերի, նախագահի դուստրերը Արզու և Լեյլա Ալիևաները ներգրավված են եղել Աթա Հոլդինգ խոշոր կոնգլոմերատի կառույցների կառավարման մեջ, որը գործունեություն է ծավալում բանկային, հեռահաղորդակցության, շինարարության, հանքարդյունաբերության, նավթի ու գազի արդյունաբերության ոլորտներում։ Ընտանիքը մեծ ջանքեր չի գործադրել ընկերություններին անվանումներ տալու հարցում։ Բանկի անվանումը ծագում է Փաշա ազգանունից, որը Հեյդար Ալիևի կնոջ Մեհրիբանի օրիորդական ազգանունն է, իսկ Աթան բառացիորեն թարգմանվում է որպես հայր, այսինքն հոր ընկերություն։ Հետաքննությունների արդյունքների համաձայն Աթա Հոլդինգի բաժնեմասերի 75%-ը վերահսկվում էր այն ընկերությունների կողմից, որտեղ Լեյլան և Արզուն կառավարիչներ էին, մինչդեռ հիմնական վերահսկիչ բաժնեմասը պատկանում էր նախագահի որդուն Հեյդար Ալիևին։ Ընտանիքին են պատկանում մի քանի բանկեր, շինարարական ընկերություններ և Ադրբեջանի խոշորագույն երկու բջջային օպերատորները, մասնավորապես Ազերֆոն և Ազերսելը։ Միջազգային ակտիվների թվում են Դուբայի Պալմ Ջումերիա կղզում գտնվող 11 առանձնատուն 75 միլիոն դոլար արժողությամբ, ինչպես նաև անշարժ գույք Լոնդոնում, Փարիզում, Կարլովի Վարում և Մոսկվայում։ Զբոսաշրջության ոլորտում ընտանիքին են պատկանում Շահդաղ լեռնադահուկային հանգստավայրը, ինչպես նաև Չեռնոգորիայում գտնվող հանգստավայրը, մի քանի հյուրանոցներ և ոսկու արդյունահանման 6 ընկերությունների կոնսորցիումի 56% բաժնեմասը։ Այս միջազգային ակտիվները խիստ հակադրության մեջ են Ադրբեջանի տնտեսության հետ։ Մինչդեռ ընտանիքը ավելացնում է իր եկամուտները և մեծացնում է իր ներդրումները, բնակչությունը ապրում է մեծամասամբ աղքատության մեջ։ Լրագրող Խաջիդա Իսմայլովան, ով զբաղվել էր այս հետաքննությամբ, նախագահի ընտանեկան բիզնեսի մասին նյութեր հրապարակելուց հետո 1.5 տարի անցկացրել է կալանքի տակ և առ այսօր ուժի մեջ է նրա նկատմամբ կիրառված երկիրը լքելու արգելքը։ Նման տնտեսական կարողությունը ամրապնդում է ժառանգական կառավարումը, Ալիևների ընտանիքը դարձնելով անձեռնմխելի, որտեղ իշխանությունը, հարստությունը միահյուսված են։ Ադրբեջանում հաճախ են խոսում կլանների մասին։ Դրանք խմբեր են, որոնք միավորված են ընտանեկան, տարածաշրջանային և ազգակցական կապերով։ Ալիևների կլանը ավանդաբար ասոցացվում է Նախիջևանի ճյուղի հետ, որտեղից ծերում է Հեյդար Ալիևը։ Միևնույն ժամանակ Ալիևի կառավարման օրոք այսպես կոչված Փաշաևների ճյուղը էականորեն ամրապնդել է իր դիրքերը Մեհրիբան Ալիևայի միջոցով, և նրանք այսօր փաստացի դարձել են քաղաքական գործընթացներում էական կշիռ և ազդեցություն ունեցող դերակատարներ։ Ադրբեջանի նախագահի քույրը Սևիլ Ալիևան վաղուց բնակություն է հաստատել Լոնդոնում, որտեղ նա օֆշորային ընկերությունների միջոցով տնօրինում է թանկարժեք անշարժ գույք և բիզնես ակտիվներ, այդ թվում ադրբեջանական հայտնի Space TV հեռուստաալիքը։ Նրա կյանքն ու ֆինանսական շահերի դրսևորումները բառօրինակ են, թե ինչպես է Ալիևների ընտանիքը գործում որպես միջազգային կլան։ Իշխանությունը, փողը և ազդեցությունը կենտրոնացված են ազգականների նեղ շրջանակում, ինչը թույլ է տալիս ընտանիքին վերահսկել ակտիվները ամբողջ աշխարհով մեկ, բրիտանական Վիրջինյան կղզիներից մինչև Լոնդոնի էլիտար շրջաններ, միաժամանակ զերծ մնալով հանրային վերահսկողությունից։ Ալիևների ռեժիմը առանձնանում է խիստ կենտրոնացված իշխանությամբ, քաղաքացիների ազատության սահմանափակումներով և ընդդիմության նկատմամբ կիրառվող մեծ ճնշումներով։ Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր քաղաքական ռեպրեսիաները էականորեն սրվել են։ Դատավարությունները, բանտարկությունները և լրատվամիջոցների վրա ճնշումները դարձել են սովորական երևույթ, ձևավորելով կառավարման ակնհայտ ավտորիտար ոճը։ Ռեժիմը մեղադրվում է խոսքի ազատության համակարգված սահմանափակման մեջ։
լրագրողները, ընդդիմադիր ակտիվիստները եւ մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս ձերբակալվել, ռեպրեսիաների եւ ճնշման են ենթարկվել։ Այս դեպքերը մտահոգություն են առաջացրել միջազգային կազմակերպությունների, դիտորդների եւ լրատվամիջոցների շրջանում, ցույց տալով, որ կառավարման ռեպրեսիվ մոդելը ծառայում է ոչ այնքան պետական կայունությանը, որքան Ալիևների ընտանիքի իշխանության եւ հարստության պահպանմանը։ Ալիևի ռեժիմի ենթադրած զոհերից մեկը դարձավ մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։ Հայտին լինելով կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություններով եւ Պանամայի փաստաթղթերին իր մասնակցությամբ նա սպանվել է 2017 թվականին մեքենայի պայթյունի հետևանքով։ Հետաքննությամբ զբաղվողները կարծում են, որ սա կապված է նրա լրագրողական աշխատանքի հետ, այդ թվում էլեկտրագազ էներգետիկ նախագծի վերաբերյալ նրա հետաքննության հետ, որը նպաստել է Ադրբեջանի պետական սոկար ընկերության եւ ադրբեջանական էլիտայի հետ կապված օֆշորային կառույցների հետ գործարքներին։ Նրա մահը դարձավ խոսքի ազատությանը սպառնացող վտանգի եւ քաղաքականության, բիզնեսի, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտի միջև համակարգային կոռումպացված կապերի խորհրդանիշ։ Այն նաեւ ընդգծում է եվրոպական ինստիտուտների եւ Ադրբեջանի միջև մեծ կապերը։ Զարմանալի է ադրբեջանական բռնապետության ֆենոմենը եւ դրա նկատմամբ արևմտյան ժողովրդավարության վերաբերմունքը։ Կարևոր հարց է առաջանում, թե որտեղ է ժողովրդավար աշխարհի համար աշխարհագրորեն ավարտում արևելյան բռնապետությունը։ Բաշար Ալ-Ասադի սիրիական ավտորիտար ռեժիմի դեմ տարիներ շարունակ բացահայտ պայքար է մղվել եւ աղմուկ բարձրացվել նրա հակաժողովրդավարական լինելու մասին, որտեղ հայր ու որդի տասնամյակներ շարունակ կառավարել են։ Իսկ Ալիևների կլանը, որը ոչ մի կերպ չէր զիջում իր սիրիացի գործընկերներին, որևէ կերպ չի դատապարտվում։ Միջազգային հանրությունը Ալիևների կառավարման հարցում որևէ խնդիր չի տեսնում, քանի որ կա տնտեսական ամուր կապեր, էներգետիկ ազդեցություն եւ ամենակարևորը ներդրումների մեծ հոսք, իսկ թե ինչ է տեղի ունենում մարդու իրավունքների պաշտպանության հետ, ինչ ռազմական հարցագործություններ է գործում Ադրբեջանի իշխանությունը, դա ըստ էության որևիցե մեկի չի հետաքրքրում։ Սակայն Ալիևների սիրելի թեման միայն կոռուպցիան ու օֆշորային ընկերությունները չեն։ Ադրբեջանում երկու բնիկ ժողովուրդներ, կովկասյան եւ իրանական ծագում ունեցող երկու էթնիկ խմբեր, թալիշներն ու լեզգիները բախվում են ասիմիլյացիայի եւ սեփական մշակույթ ունենալու իրենց իրավունքի խիստ սահմանափակումների հետ։ Նրանց լեզուները արգելված են դպրոցներում, իսկ նրանց ավանդույթներն ու պատմությունը անտեսում եւ կոպտորեն վերաշարադրվում են համապատասխանեցնելով Բաքվի պահանջներին։ Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար հասարակական կազմակերպություններ ստեղծելու փորձերը հանդիպում են վարչական խոչընդոտների, իսկ ակտիվիստները ենթարկվում են քրեական հետապնդման տարբեր մեղադրանքներով։ Միջազգային կազմակերպությունները փաստաթղթավորում են ազգային փոքրամասնությունների վրա ճնշումները, բայց անզոր են եւ նույնիսկ ցանկություն չունեն որևէ բան անել դրա դեմ։ Այսպիսով, Աղվանքի եւ Շիրվանի գեղեցիկ հողը, որը հայտնի է հնագույն ժամանակներից, ենթարկվել է լիակատար դեմոգրաֆիական եւ մշակութային ասիմիլյացիայի անկոչ հյուրերի կողմից։ Մի գործընթաց, որն իր գագաթնակետին է հասել Ալիևների կառավարման տարիներին։ Բնիկ ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքի մի վառ օրինակ եւս։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ փակված բոլոր ցամաքային սահմանները մինչ օրս դեռևս չեն վերաբացվել։ Փաստացի Ադրբեջանը աշխարհում այն միակ ու բացառիկ երկիրն է, որը մինչ օրս պայքարում է COVID-19-ի դեմ։ Լեզգիները, որոնք պատմականորեն բնակվում են ռուս-ադրբեջանական սահմանին եւ ապրում են սահմանի երկու կողմերում, չեն կարողանում կապ պահպանել իրենց հարազատների հետ։ Դաղստանում գտնվող հարազատներին այցելելու համար նրանք նախ պետք է մեկնեն Բաքու, ապա ինքնաթիռով թռչեն, ինչը սովորական ուղևորությունը վերածում է թանկարժեք եւ ժամանակատար գործընթացի։ Իդեպ այս չվերթները իրականացնող ընկերությունը եւս ուղիղ կապեր ունի Ալիևյան կլանի հետ։ Բազմաթիվ բնակիչների համար այս անհասանելի ուղևորության ձևը խորացնում է սոցիալական եւ տնտեսական մեկուսացումը, որը էական եւ մեծ ազդեցություն է թողնում էթնիկ փոքրամասնությունների կյանքի վրա։ Ալիևների ընտանիքը ակտիվորեն մասնակցում է միջազգային մշակութային նախագծերին, ֆինանսավորում է եվրոպական հուշարձանների վերականգնումը եւ ամենակարևորը մեծ աջակցություն է ցուցաբերում Վատիկանի քրիստոնեական ժառանգության պահպանմանը։ Այս քայլերը ձևավորում են Ալիևի իմիջը որպես մշակույթի եւ եվրոպական հոգեոր ժառանգության պաշտպան։ Միևնույն ժամանակ Արցախում եւ Նախիջևանում, ինչպես նաեւ այլ պատմական հայկական տարածքներում, ինչպիսիք են
Գարդմանի եւ Շահումյանի շրջանը տեղի են ունենում գործողություններ, որոնք հակասում են այն կերպարին, որ Ալիևները փորձում են կերտել Եվրոպայում։ Ակնհայտ օրինակ է Ջուրֆայի հին հայկական գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը։ Այն աշխարհի ամենամեծ եւ ամենահին միջնադարյան հայկական գերեզմանատներից մեկն էր, որտեղ կար մինչև 10,000 խաչքար եւ տապանակար։ Ավերածությունները եւ վանդալիզմը փուլ առ փուլ իրականացվել են 1990-ականների վերջից, սակայն գերեզմանատունը վերջնականապես ոչնչացվել է 2005 թվականի դեկտեմբերին։ Արաքսգետի իրանական կողմում գտնվող ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները համակարգված կերպով կոտրում խաչքարները եւ բեկորները գետը նետում օգտագործելով ծանր տեխնիկա։ Հուշարձանների ոչնչացումից հետո գերեզմանատան տարածքը ամբողջությամբ հարթեցվել է։ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից վերծանված արբանյակային պատկերները հաստատել են, որ մինչև 2009 թվականը տարածքը ամբողջությամբ մաքրվել է հուշարձաններից եւ վերածվել ռազմական հրաձգարանի։ Սա ընդամենը բարձրաձայնված եւ փաստաթղթավորված մեկ միջադեպ է, որը ինչ որ կերպ արձագանք է ստացել արևմուտքում։ Միայն փոքրաթիվ մասնագետները գիտեն, թե քանի հազար քրիստոնեական եւ հայկական պատմական մշակութային հուշարձաններ են վերածվել։ Իսկ թե ինչ ճակատագրի է արժանանում հայկական ժառանգությունը Արցախում այսօր, կարծում եմ ընդհանուր առմամբ բոլորիս պարզ է։ Մշակութային ժառանգության շուրջ տարածաշրջանում առկա հարցերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի հետ։ Նմանատիպ խնդիրներ է ստեղծվել նաև Վրաստանի հետ, Դավիթ Գարեջի վանական համարերի շուրջ։ Ադրբեջանը ուժեղացրել է վիճահարույց տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը, սահմանափակելով վրացի վանականների եւ ուխտավորների մուտքը հուշարձանի տարածք, ովքեր դարեր շարունակ այցելել են այս հոգևոր համալիր։ Այս դեպքերը ցույց են տալիս մշակութային վայրերի եւ քրիստոնեական ժառանգության շուրջ լարվածության համակարգային բնույթը, որը կարելի է ամփոփել մեկ եզրույթով՝ անդադուր ժողականություն եւ թշնամանք բնիկ ժողովուրդների, նրանց կրոնի եւ մշակույթի նկատմամբ։ Ադրբեջանում չկա մի բնիկ ժողովուրդ, որը չի ենթարկվել խտրականության եւ իր պատմության ու մշակույթի համակարգված կեղծման։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պահպանում է սերտ դիվանագիտական եւ մշակութային կապեր քրիստոնեական Վատիկանի հետ եւ միևնույն ժամանակ մասնակցում վերականգնման նախագծերին։ Հեյդար Ալիևի հիմնադրամը մեծ ներդրումներ է կատարել Վատիկանում քրիստոնեական հուշարձանների վերականգնման գործում, այդ թվում Սուրբ Մարցելինոսի եւ Պետրոսի կատակոմբների։ Այս աշխատանքը նպաստում է Ադրբեջանի, որպես աշխարհիկ բազմամշակութային պետության միջազգային իմիջի ձևավորմանը, որը գնահատում է եւ աջակցում է միջկրոնական երկխոսությունը եւ պաշտպանում է համաշխարհային մշակութային ժառանգությունը։ Միևնույն ժամանակ այս քաղաքականությունը թույլ է տալիս նրան թաքցնել բարբարոսական վերաբերմունքը սեփական երկրում եւ նրա սահմաններից դուրս։ Փաստացի Արևմուտքին եւ Վատիկանին տրամադրված գումարի միջոցով արդարացում եւ կոմպենսացվում է մշակութային ցեղասպանությունն ու բարբարոսությունը։ Իսլամական ահաբեկիչների եւ Բաքվի միջև ջերմ հարաբերությունների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նախկին ահաբեկիչների առաջնորդը այժմ Սիրիայի նախագահի իր նոր կարգավիճակում 2025 թվականի հուլիսին այցելեց Բաքու։ Արդյոք մենք որևէ եզրակացություն արել ենք։ Արդյոք մենք հասկացել ենք, թե ինչպես պետք է շարունակենք։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք այսօր ճանաչում ենք աշխարհում տեղի ունեցող եւ գերակայող խաղի կանոնները։ Կարծում եմ ոչ, բայց դա մեկ այլ պատմություն է, որին կանադառնանք մեկ ուրիշ անգամ։ Այժմ վերադառնանք Ադրբեջանին։ Paşinyan, ne oldu bəs? Bu ne oldu Paşinyan deyəsən, cəhənnəmə getdi status, göra getdi status, görba-gör oldu status, yoxdur status. Հայատյացությունը Ադրբեջանում վաղուց իր չափերով համեմատելի է նացիստական Գերմանիայի հետ։ Այն Ալիևների բնորոշ գիծն է։ Ատելությունը ամենուր է։ Հանրային հռետորաբանությունում, լրատվամիջոցներում, դպրոցական դասագրքերում եւ հասարակական պրակտիկայում, որտեղ հայերը հաճախ ներկայացվում են որպես թշնամիներ, իսկ պատմական հակամարտությունները ներկայացվում են միակողմանի։ Սրա ակնհայտ օրինակներից է նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը 2004 թվականին,
երբ վերջինս Հունգարիայում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի Սպառամիլ Սաֆարովի կողմից կասնահարվեց։ Սաֆարովը Մարգարյանի դաժան սպանությունից հետո հետագայում համաներման արժանացավ եւ Բաքվում նրան դիմավորեցին որպես հերոս, ինչը որպես այդպիսի դատապարտումից բացի միջազգային հանրության կողմից այլ հետևանքներ չունեցավ։ Այնի ցույց դրեց եւ վերահաստատեց Ադրբեջանի պետական քաղաքականությունը, որ խրախուսում է էթնիկ հողի վրա իրականացված ցանկացած բռնություն։ Իսկ երկրորդ Արցախյան պատերազմից հետո Ալիևների կլանը կարողացավ ստեղծել հաղթանակած կերպար եւ մեծացնել իր լեգիտիմությունն ու կշիռը ամբողջ աշխարհում։ Արևմտյան լրատվամիջոցները նպաստում են Բաքվի դրական կերպարի ստեղծմանը։ 2025 թվականի նոյեմբերի 17-ին Euronews-ը գրասենյակ բացեց Բաքվում։ Հետաքրքիր է, որ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երկրում փակվեցին խոշոր անկախ լրատվական գործակալությունների, Կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի մի քանի գործակալությունների գրասենյակները։ Euronews-ը սերտ առևտրային եւ հովանավորչական կապեր է պահպանում Ադրբեջանի հետ։ Բաքվում պատվիրում է գովազդային եւ տեղեկատվական բովանդակության նյութեր, իսկ հեռուստաալիքի կայքը պարբերաբար հրապարակում է ադրբեջանական բովանդակություն։ 2025 թվականին Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը եւ Euronews-ը Բաքվում մեկնարկեցին Euronews Ակադեմիան, անվճար լրագրողական վերապատրաստման ծրագիրը։ Չնայած այն պաշտոնապես ներկայացված է որպես կրթական նախաձեռնություն, սակայն դրա ազդեցությունը նույնպես հստակ է՝ երկրի դրական կերպարի խթանում եւ հավատարիմ լսարանի ձևավորում։ Այսպիսով, Euronews-ը, որը մի ժամանակ համարվում էր Եվրոպայի ժողովրդավարական արժեքների կրողը եւ ներկայացնողը, այսօր գրասենյակ է բացում մի երկրում, որը խոսքի ազատության ինդեքսում 180 երկրներից գրավում է 167-րդ տեղը, եւ սա բնականաբար ընդունելի է նրանց համար։ Euronews-ի կողմից կանաչ էներգիայի, ինչպես նաեւ Շուշիի ու Արցախի վերականգնման վերաբերյալ պարբերաբար լուսաբանումները ներկայացվում են բացառապես Բաքվի համար նպաստավոր ձևով։ Տարածաշրջանը ներկայացվում է որպես խաղաղ, վերականգնվող, Ադրբեջանը որպես դինամիկ եւ արդիականացող երկիր, իսկ իշխանությունները որպես պատասխանատու եւ առաջադեմ։ Փաստացի եվրոպացի հեռուստադիտողները հայ ռազմագերիների, բռնաճնշումների, ռազմական հանցագործությունների եւ հսկայական կոռուպցիոն մեխանիզմների մասին պատկերացում կազմելու որևէ հնարավորություն չունեն։ Հետևաբար, հեռուստաալիքը որպես այդպիսին ծառայում է որպես դրական իմիջի ձևավորման մեխանիզմ։ Ալիևի ռեժիմը իմիջը պահպանում է խոշոր միջազգային նախագծերի միջոցով։ Սակայն իրականում այն սերմանում է ագրեսիվ ազգայնականություն եւ նպատակաուղղված բռնություն։ Ալիևյան կլանը եւ ձգտում է պատերազմի եւ գործում է հոգեբանական ճնշման, խորհրդանշական հաղթանակների եւ դիվանագիտական գործիքների միջոցով։ Սա թեպետ երկարաժամկետ եւ ռազմավարական պլանավորման հետևանք է, այնուամենայնիվ այն պարունակում է մեծ ռիսկեր, քանի որ աշխարհաքաղաքական նույնիսկ աննշան փոփոխությունները կարող են փլուզել այս կառուցվածքը եւ Ալիևներին արժանացնել Ասադների ճակատագրին։ Փաստացի մենք այսօր այլ ընտրություն չունենք, քան վերաիմաստավորել եւ վերաարժևորել մեր անցյալը, վերագնահատել մեր սխալները եւ բռնել ազգային ուժեղ պետության ձևավորման այդ չափազանց կարևոր ուղին։ Միևնույն ժամանակ, ամեն պահի պատրաստ լինելով աշխարհաքաղաքական խորքային փոփոխությունների, որը կդառնա մեզ համար ոչ թե սպառնալիք, այլ մեծ հնարավորություն։ Իսկ ինչ է կարծում, որն է Ադրբեջանի պարտության մեր հիմնական եւ ամենագլխավոր խնդիրը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ մինչ նոր հանդիպում։ Paşinyan, ne oldu be? Ne oldu be status? Cehenneme gitti status. Gora gitti status. Görba gör oldu status. Yoktu status.